ու գործը դեպի ծառոտ է։ Ինչ ծածկել է գործը, ես ասեմ։ Ամենադեպս ըստ գործում արկա ապացույցների ինչից է սկսել։ Այդ գործը սկսել է նրանից, երբ որ պարոն Անդրեասյանը արդարության նախարար եղած ժամանակ որոշեց հերթական դատավորների անկախությունը սահմանափակող նախագծով կյանքի կոչել։ Այդ տվյալ դեպքում խոսքը գնում է Ների կողմից խախտումներ արձանագրվածների դեպքում այդ դատավորների նախկինում 10-15 տարի առաջ կատարածի համար պատասխանատվության ենթարկել։ Ես պարոն Թումանյանը նախորդ դատավորանություն ակնարկներ արեց, ես երևի այդպես է չուն բռնեցի։ Այդ պարոն Մինասյանը նախկին նախարարը հանրային հեռուստաընկերության հետո հարավային մոտել արձանագրությամբ ինձ հրավիրում է երկրորդական դատարանի խախտումների համար գործերը երկրորդական դատարանում որը խախտումած է։ Ասում պասեքի կարի աշխատել եմ, լավ եմ աշխատել, վատ եմ աշխատել, վասկսադրել, բայց ոչ մի խախտում չեն գուցել։ Միեդի կողմից իմ գործողությունները երբևէ խախտում չեն արձանագրել։ Բայց կարծում եմ ձեր 30-40 տարվա աշխատանքային փորձի ժամանակ այդպիսի խախտումներ արձանագրվել են։ Նա արձանագրվել է Տիկին Մկոյանի դեպքում, արձանագրվել է պարոն Աթաբեկյանի ու այստեղ գտնվող Տիկին Թումանյանցի դեպքում։ Այդ ժամանակ ես ներկայացրեցի մի հատ նախագծի վերաբերյալ կարծիք։ Նախագծի վերաբերյալ կարծիք, հիմնությունները Պարոն այդ իրավիճակների այդ իրադարձություններից անցած ճանապարհի նկարագրությունը ստեղ ներկայացնելու անհրաժեշտությունը չկա։ Հիմա կոնկրետ ինչ որ այդ իրադարձությունների կաշկանդարած ասել կապը պարոն Դանիելյանի։ Ասել։ Այդ նախագիծը իմ կողմից ներկայացվեց, նախագծի վերաբերյալ կարծիքը։ 9 հոգի դատավոր ստորագրեց այդ կարծիքի տակ, որ կանգնիդատել է հետադարձում շտան օրենքին անձվիճակը վատթարացնող ներկայացվեց արդարադատության նախարարի։ Այդ դրանից հետո արդարադատության նախարարը Անդրեասյանը 22 թվականի փետրվարի պարպարային հարցերից է տալիս ու ասում է այդ ստորագրած դատավորների նաև անկանոն քաղաքական գործունեության զբաղվողներ ասում է թե չեն իրան ճնշում Պարոն Հարություն ասեն միանգամից ասեք հասկանանք տարիների իրադարձություններ եք պատմում թե պարոն Անդրեասյան ինչ արել պարոն Հարությունյանը դուք ինչ եք արել ձեզ ինչ են ասել ինչ եք ստորագրել ում հետ ինչ եք արել դրա անհրաժեշտությունը խորհուրդը չի գտնում կապը կոնկրետ ինչ որ իրադարձությունների ինչ կապը բանակցությունների ինչ 4 տարի չեք գտնում Չէ, թե պարոն Անդրեասյանը հիմա ինչ-որ հարցազրույցի ժամանակ ինչ ասելով ստորագրել կապը հաշվի առնելով որ չեն, ես առնվազն, որտեղ ես էլ դեպքավորոշում կայացնում, ես առնվազն չեմ հասկանում կապը, դրա համար եմ ասում, չի հետաքրքրում, թե չէ հետաքրքրում այնքան որ ձեր միջնորդությունն են լսում են համից, բայց հաշվի առնելով որ կապը չեն կարողանում գտնել, ինձ համար կարող է անհասկանալ Պետք է այնպես ներկայացնեմ, որ ես կապը գտնեմ ձեր խոսքի և պարոն Դանիելյանի բացարկի այդ միջնորդության միջև հիմնավորումները։ Դեռևս չեմ գտել։ Առնվազն էս պարոն, էս մասում։ Պարոն, խնդրում։ Ես սկսեցի նրանց, թե ինչի այս բանը հարուցվել, ինչ դերակատարությունների պարոն Դանիելյանը։ Հիմա թե շահավորել է կապերը կտամ։ Եթե ես ինձ չեմ ավարտել, բնականաբար կարող է այդ կապ չերևա։ Ձեր միտքը դրանով հարստանում է, որ տարիներն ավելանում են ու չեմ կարողանում հասկանալ դրա։ Դրա համար ընդհատում եմ պարոն Հարություն։ Ձեր միտքը փորձեք ավելի կարճ ներկայացնել լրացում հարաբերություն։ Խնդրեմ։ Պետք է կարծանագրել, որ դուք նշեցիք, որ տարիներ են անցել, դեպի դատարաններից խոսում,
Ձեր համար հատիկ ուզում եք արձանագրել, մենք ստեղ չենք արձանագրում, որ տարիներ են անցել, այսինքն ես նշեցի, որ տարիներ են անցել, այո, մի քանի տարվա նախապատմության մասին եք խոսում։ Տարիներ չեն անցել, ապա անցած ամսվա իրադարձություն եք պատմում։ Դուք եք ասում 22 թվականից, արդեն 26 թվականն է, այսինքն տարիներ են անցել, չէ՞։ Չեն անցել այդ տարիները։ Մենք այսօր 26 թվականն է, չէ՞ պարոն։ Այսինքն ես նկատում եմ, որ մի քանի տարի առաջվա նախապատմությունից իրադարձություններ եք ասում, մեզ ուզում են հասկանալ, կապը չեմ հասկանում։ Ինչ որոշում կայացնեք համար, պետք է ես հասկանամ, թե դուք ինչի համար եք այդ ամբողջը պատմում։ Այսքան, խնդրում։ Կարծեմ չեմ պատմում, և այսպես այն մանրամասների մեկ ձեռնով չհասնելով, աշխարհելով վարդելով տարիներ, Ձեր գնահատում, ստացվում է ձեր մեկնաբանությունը, որ քանի որ հաշվի առնելով անցել տարիներ, ես հորդորեցի ձեզ չներկայացնել։ Ես ասում եմ ձեզ ներկայացրեք այն ինչ որ վերաբերելի է։ Հիմա ասեք ձեզ։ Հաշվի առնելով որ արձանագրեցի, որ բացառապես վերաբերելի տարիներից խոսամ, մասնավորապես ոչ ֆինանսավորել ունեցած, ես պետք է ֆուտակ շարունակեմ։ Դու կարող եք 10 տարի առաջվա բանի մասին եմ խոսել պարոնացիա, բայց վերաբերելի լինի։ Իմ խոսքերը ես գիտեմ, որ ինչի համար եմ ասում, ու իր ձևով եմ ձևակերպում, պետք չի իմ խոսքերը այդ ձևով ձևակերպել։ Ասեք կոնկրետ պարոն Դանիելյանի վերաբերյալ ձեր բացակի միջնորդության հիմքերը։ Պարոն Անդրեասյանը հետ հարցադրություն ասաց, որ մինչև վերջի շունչը պայքարելու է դատավորների դեմ ու մինչև վերջի շունչը պայքարելու է դատավորների դրասում։ Այդքանով դրները սահմանացած Շնորհակալություն։ Դրանից հետո էլի հին պարներին ավերադում չասեմ եկան ես վալուտը իր ֆինանսական գործողքերով հարուցեց, իքի հարուցում դեռ հաղթել նախաձեռնել, բերեց բարձրագույն դատական խորհուրդ։ Բարձրագույն դատական խորհրդի տեղի ունեցան բազմաթիվ խախտումներ։ Չթողեցին փոխվել իմ տեխնիկական միջոցներից, որ հիմա օգտվում եմ որևէ մեկի չեմ խանգարում։ Ուժի սպառնալիք տեղի ունեցավ, ուժի գործադրման դատավորի ուղղական խանգարում։ Մասնավորին չթողնեմ ասացել ստեղ, դրանով փակելու դրաններ, ինքանում փակելու, մասնական ծովով։ Շենք փորձել ու գործել հաստատանների արկել։ Մեր պայմաններում արձանագրվեց այնպիսի տեղեկություններ, որ ինչպես նշվեց, չծավալվել, նախագահի հորդորով իրականությանը չեն հավատացել։ Ու դեռ որոշում վերարտադրել։ Հիմա դուք իմ հարցը, դուք դա վերարտադրում այլ է, դուք գլավի չեն վերել։ Դա ձեր առանձին գնահատականներն են գործողությունները։ Ես հարցնա դուք ես իմ վարկադուցը, այդ հարցազույցը, դա նախատող ժամանակաշրջանը, գնահատել եք թե չէ, այդ չարաչորները այդքան քննարկվեց, որ ես սա թիրախային գործընթաց է, գլխի ուշադրություն կենտրոնում հայտնել ավելի այլ հարցազույցների կապակցությամբ, այն հարցազույցները, որով այլ փորձել են այն դատարանների շահեր պաշտպանել, որ դեռ հնարավորություն հարցնում, այլ ձեր կողմից հայտարարվեց, որ ասում եք քննարկվել, ստացվում է դենց ինչ-որ դիսկուսիան ունեցել, որոշել են կամ քննարկել են, կամ քննարկման արդյունքում դեռևս որոշում չեն կայացրել, որ ձեր դեմ թիրախավորված ինչ-որ գործ է։ Դուք հայտարարություններ եք արել, ընդհանրապես խորհուրդ եմ անկեղծ ձեզ լսել եմ, որ ձերով չի ընդհատել, եթե իհարկե դրա անհրաժեշտություն չէ։ Որ ասում եք քննարկվեց, հանկարծ այդ ձեր ասած հանրությունը որ տեսնում է, լսում է, այդ տպավորություն չստանա, չստացվի, ինատել չառաջելվա ամսի 13-ին նիստել նորից նաև անհրաժեշտություն չունեն ասել, տեսնենք այս ոնց քննարկեցին որոշից։ Ընկալացնելով ձեր որդորին, ասել չքննարկվեց։ Մենք ներկայացրեցին կառավարության ներկայացուցիչ կողմից ստորագրված պաշտոնական դիրքորոշումը առայն 75-րդ կետի որտեղ արձանագրված է, որ Դավիթ Հարությունյանը
իր կողմից բարբերաբար հետևողական հարցազրույցներ տալու կապակցությամբ ԲԴԽ ուշադրության կենտրոնում հայտնվելը ավելի վաղ։ Ու դա չի քննարկվել։ Ձեր բամբերենից այդ նման ձևով դիրքորոշումը ներկայացված է։ Հիմա պարոն Դանելյանի մասը։